2026 թվականին Շիրակի մարզում գյուղատնտեսական ակնկալիքները մեծ են ֆերմերների խոսքով ձիանառատեղումները հատկապես դրական ազդեցություն կարող են ունենալ աշնանացանի պարագայում։ 2026 թվականի տարեսկզբին Շիրակի մարզում եւս գրանցվեցին ձիանառատեղումներ։ Շիրակի մարզպետի աշխատակազմից է մեծ փոխանցում, որ նման քանակի տեղումներ վերջին 10 տարիներին չեն գրանցվել։ Նախքան ծունը գալ է, ցանցասկույթը ուժը մարզների դեպքում ինքս Որակա զերդովի գերից եմ էտ 5-10%, 10-20%։ Տարիներ շարունակ ձյան պակասից և երաշտից տուժած Շիրակի գյուղատնտեսներն այս ձմեռը դիմավորում են երկակի զգացումով։ Մի կողմից խիստ ցուրտ եղանակ, մյուս կողմից երկար տարիներից հետո առատ տեղումներ։ Ֆերմերների համոզմամբ ձյունը ոչ միայն խոնավության աղբյուր է, այլև բնական պաշտպանիչ շերտ, հատկապես աշնանացան մշակաբույսերի համար։ Տանի բայրը բացել, լավ հարմար է ծորին հիմար, ժամանալին ձուն է դավ։ Ազատանցի Դեմո Ազատյանը Բերքի համեմատաբար բարձր ակնկալիք ունի մոտ 5 տոննա 1 հեկտարից։ Ակտիվ տեղումները և կայուն ձյան ծածկը գյուղատնտեսության համար հիմնականում դրական գործոն են, ինչպես աշնանացանի համար, այնպես էլ ջրամբարների լցվածության։ Ձյան առատ ու ինտենսիվ տեղումները շատ նպաստավոր են գյուղատնտեսության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գետերի հոսքերի 30-ից 60% առաջանում է ջրահոսքներից եւ այս Պարագայում մարզի բոլոր ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջուր կուտակելու համար շատ կարևոր է ձյան առատ տեղումներ, առատ ծածկ ունենալը եւ այս տարի Շիրակի մարզում արձանագրվել է աշնանացան ցորենի զգալի աճ։ Եթե նախորդ տարում ցորենի աշնանացան տարածքները կազմում էին շուրջ 11100 հեկտար, ապա այս տարի արդեն իրականացվել է մոտ 19400 հեկտար աշնանացան։ Աճն էլ պայմանավորված է պետական օժանդակության ծրագրով, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում 1 հեկտար հավաստագրված սերմով ցանկ իրականացնող տնտեսվարողներին տրամադրվում է ծախսերի մասնակի փոխհատուցում 80000 դրամի չափ։ Հա, ճիշտ է, 48000 հեկտար եկամուտ, ասենք օժանդակություն ցույց է տվել, ասեմ հեկտարից, ասենք 5 տոննալի լավագույնի դեպքում ասենք ես պետք է ստանամ։ Դեռ կա վարել, հետո կա ցանքը, նու, եթե կանոն երաշտեղավ դի 18000 հեկտարին ջրի փոխտած, բլի ջրես Քաղելուն։ Հաշվի առնելով, որ Աշոցքում ջերմաստիճանը հասել է մինչև -37 աստիճանի, իսկ ձյան շերտի բարձրությունը 50-ից 60 սանտիմետրի, կարելի է արձանագրել, որ հենց այդ ձյան շերտն է փրկել Բերքը ցրտահարությունից։ Ձյան առկայությունը ցրտահարությունն է կանխել, նաև պետք է նշեմ, որ վնասատուների դեմ պայքարի լավագույն բնական միջոցներից մեկն է, եթե նայենք մենք 23-24 թվականներին ունենք նման կրծողներով վարակվածության դեպքեր, որոնք որ հիմնականում կլիմայական փոփոխություններով էին, ձյան տեղումները քիչ էին, ջերմաստիճանն էլ բարձր էր, որոնք նպաստավոր էին վնասատուների բազմացման համար։ Թե ինչ անակնկալներ կմատուցի գյուղատնտեսական այս տարին Կերևա վարուցանքի սեզոնին 2025-ին կարկուտ, երաշտ, Բերքի կորուստ, ինչ ասես չտեսավ գյուղացին, այս հանգամանքին էլ գումարվում է մեկ այլ մտահոգություն, այն է Բերքի իրացումը։ Ամեն մարդը մեզ չէ հնարավորություն ունի պայեսնավորելու կամ սպասելու։ Հետո սպասելու դեպքում էլ էլի ահագին կորուստ կունենաս։ Գոլոշացում է, ինքս իրան բնական կորուստը կերնի, հետո հետո կփչանա լույսի էներգիայով լիցախսես։ Նշենք նաև, որ 2024-ից 2025 թվականներին Շիրակի մարզում տեղացած կարկուտի վնասի փոխհատուցման գումարների տրամադրման գործընթացը մեկնարկել էր նախորդ տարվա վերջից եւ շարունակվում է մինչ օրս։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում անդրադարձել է կենսաթոշակառուների շրջանում հնչող դժգոհություններին։ Վերջիններս պնդում են, որ ներկայացվող փոփոխությունների պայմաններում իրենց թոշակներն ըստ էության չեն բարձրացել եւ չեն կարող լիարժեք լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։ Խոսքը միշտ գնացել է նրա մասին, որ մեր բազմաթիվ մոտ 400,000-ից ավել 65 տարեկանից բարձր քաղաքացիներ բազմաթիվ եւ մեծ ծախսեր են իրականացնում իրենց առողջական խնդիրները լուծելու համար, որը հաճախ չեն կարողանում իրականացնել, այդ թվում իրենց ստացած թոշակով, երբեմն նույնիսկ չեն կարողանում իրականացնել իրենց ընտանիքի անդամների վաստակածով եւ կառավարությունը որոշել է այդքան մարդու համար գնել ըստ էության, եթե չակերտների մեր գնել առողջության ապահովագրություն, որի գինը ամսական արժի 10800 դրամ։ Դրա մասին կարող է ոչ մեկ չիմանալ, այդ գնի մասին մենք կարող ենք ընդհանրապես չխոսել, ասենք, որ դուք այսուհետ ունեք այդ հնարավորությունը։ Բայց քանի որ մենք թափանցիկ ենք գործում եւ մենք
թաքցնելու ոչինչ չունենք, մենք նաև բացատրել ենք, թե դա ինչ արժի եւ ցույց ենք տվել, թե ինչու ենք դա անում։ Եվ ես չեմ հասկանում ձեր կամ այսպիսի բան արտահայտությունը կենսաթոշակառուները չեն ընդունում։ Այսինքն ինչը չեն ընդունում։ Չեն ընդունում, որ մենք խնդրում եմ չընդհատել։ Խնդրում եմ չընդհատել ինձ։ Չեն ընդունում, որ իրենց տվել են առողջության ապահովագրություն։ Ես կզարմանամ որևէ մեկ քաղաքացու, որ ասի, որ ես չեմ ուզում ունենալ առողջության ապահովագրություն, եւ արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ օգտվել են դրանից եւ հազարներն էլ կօգտվեն, այդ թվում ստանալով ծառայություններ, որոնց գինը ոչ թե 10,800 է, ոչ թե նույնիսկ 100,000 կամ 108,000, այլ 1 միլիոն, 2 միլիոն եւ մի քանի միլիոն դրամներ է, եւ ես կարծում եմ, որ սա ամենաէական սոցիալական բարեփոխումներից է 2026 թվականին։ Ասում են թող թոշակները բարձրացնեն, ոչ թե առողջապահությունից մեզ ֆինանսավորեն, այլ այսպես ասած կանխիկ եղանակով մեր թոշակը բարձրացնեն։ Հետ վճարն էլ ասում է, չենք ուզում, որովհետև շատերս ի վիճակի չենք համաձայնվել ձեր հետ, որովհետև 660, չէ, դուք փոխանցում եք տասնյակ մարդկանց կարծիք, ես դες կփոխանցեմ 100,000-ների հիմա, որովհետև մեր 660,000 կենսաթոշակառուներից եւ նպաստավորներից 378,000-ը օգտվում են հետ վճարի համակարգից, 660,000 քաղաքացիներից ընդամենը 48,000 դրամն է ստանում կանխիկով թոշակ, արդեն իսկ այդ թիվը ամեն օր հազարներով իջնում է եւ մենք ապրիլի 1-ից ընդհանրապես չենք ունենա կանխիկով ստացող որևէ կենսաթոշակառու եւ նրանցից բոլորը կարող են իրաց կենսաթոշակի եւ նպաստը բարձրացնել մինչեւ 10,000 դրամով 20%-ի չափով իրաց կենսաթոշակի, ինչը ամենամեծ պոպուլարություն ունեցող ծրագրերից է այսօր եւ ես այսօր այցելելով Արթիկի, Ախուրյանի եւ Մարալիկի եւ հիմա էլ Գյումրի տարածաշրջան, նաև հանդիպելով մեր այնտեղի ավագ սերնդի ներկայացուցիչներին, այդ թվում տարեցների ցերեկային կենտրոն, անձամբ մարդկանց բացատրել եմ, թե ինչ առավելություններ ունի դա, որը մարդիկ հասկանում են, ավելին հələ իրանք ինձնից ավելի շատ են բացատրում, թե ինչ առավելություն ունի դա։ Վերջին շրջանում հանրային լայն քննարկումների թեմա է դարձել պետական համակարգում պարգևավճարներ ստանալը։ Մամուլում շրջանառվող տարբեր թվերի եւ մեկնաբանությունների ֆոնին թեմային այսօր անդրադարձել են ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն, այնպես էլ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, ներկայացնելով պարգևավճարների տրամադրման աղբյուրները, սկզբունքներն ու շահառուների շրջանակը։ Այդ որոշումները ընդունվել են բաց ռեժիմով, կարող եք մտնել եւ կառավարության կայքում տեսնել, թե որ գերատեսչությանը ինչքան գումար է վերաբաշխվել եւ այդ գումարները տրվել են հազարավոր աշխատակիցների, նախարար, փոխնախարար, վարչության, կոնկրետ մեր նախարարությունում ստացել են անխտիր բոլորը, ինչպես ստանում են մնացած մյուս բոլոր իրենց փոխհատուցումները աշխատանքի դիմաց, եւ եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետական համակարգ, պետք է նաեւ այդ պետական համակարգում աշխատողներին մրցունակ աշխատավարձ տանք։ Իսկ մեր աշխատավարձերը վաղուց արդեն մրցունակ չէին եւ մենք ունեինք կադրերի հոսունություն, այդ թվում հենց բարձր պաշտոններից, որ մարդիկ օրինակ փոխնախարար դուրս գալի գնում է մի հատ ուրիշտեղ վարչության պետ է աշխատում, բանկում 2 անգամ ավել փող է ստանում։ Հիմա եթե մենք չենք ուզում լավ կադրեր ունենանք, կարող ենք թույլ տալ, ասենք, օքեյ, խնդրեմ չկա, բայց այդ պարագայում նաև պահանջները կառավարությունից չի կարող լինել բարձր եւ չի կարող լինել որակյալ աշխատանքի շուրջ։ Գաղտնի տեղեկություն, հա։ Ոչ մի հույժ գաղտնի բան չկա։ Ոչ մի հույժ գաղտնի չկա, ես դες ասում եմ։ Ինչքան եք ստացել պարգևը։ Ես ստացել եմ այնքան ինչքան որ ստացել եմ եւ կհրապարակվի իմ պաշտոնական հայտարարագրում։ Շիրակի մարզում մեր ենթակայության տակ պոակները, որոնք ունեցել են խնայողություններ, 4620 աշխատակից ստացել է 443 միլիոն դրամ պարգևավճար։ Էլ եմ ասում տնօրեններից մինչև հավաքարարներ, այն կոլեկտիվները, որոնց որ պոակները, որ ունեցել են խնայողություններ։ Այսինքն, եթե մեր միայն Չէ, եթե բաժանում ենք 443 միլիոնը 4620-ի միջինացված հաշվարկով մոտ 100,000 դրամ է գալիս։ Դե այդ կա, այսինքն Մի դե բերեք այդ 100,000-ը բաժանենք 365 օրվա հասկանանք տակը вообще բան չի մնում։ Ասում եմ, եթե Շիրակի մարզպետարանը կարողանում է 443 միլիոն դրամ պարգևավճար տալ քաղաքացիներին, ուրեմն միանշանակ կառավարությունը կարող է տալ ու այդ կառավարության վճարված գումարները, որի մասին մենք խոսում ենք, այդ պարգևավճարները, մարզպետարանում միայն մարզպետը չի ստացել, նախարարությունում է միայն նախարարը չի ստացել։
Հայաստանը Եվրամիության եւ տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում իր ենթակառուցվածքները զարգացնելու եւ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս գործընթացում առանցքային տեղ է զբաղեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Այս մասին Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում եմ ասել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ, առավել կայուն միջավայրում չի եղել։ Ես սա ուզում եմ արձանագրել։ Եվ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել, եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ, եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են։ Ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել, Եվրամիությանը շնորհավորել, որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը։ Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Սա շատ կարևոր արձանագրում էր եւ ամեն ինչը սկսել է այդ կետից, որովհետեւ հենց այդ կետից է process-ը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ, որ անխուսափելիորեն իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել, կարող էր նաեւ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև այս process-ի հիմքում ուզում եմ ընդգծել նաև Եվրամիության նախագահ Մակրոնի դերն եմ ուզում ընդգծել, Եվրամիության խորհրդի նախագահի դեր, Եվրամիության, որտեղ դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ։ Հայաստանում տեղակայվեց Եվրոպական միության քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Սա ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման եւ մտածելու։ Այդ ամեն ինչից ի վերջո 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Միջև այդ պահը ինչ էր Հայաստանի Հանրապետության ռեժիմը։ Մենք գնում ենք ինչպես Խրիմյան հայրիկի ժամանակներից ընդունված են, գնում ենք մեծ դռներ ծեծելու։ Մեր դռներ ծեծելու թղթե շերեփով, չգիտեմ, ստվարա թղթե շերեփով, բանի արծաթագույն ներկած շերեփով, որպեսզի մետաղի տպավորություն թողի եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք հասկացանք, որ իհարկե մեծ դռները եւ մեծ տերությունները եւ մեր միջազգային գործընկերները ունեն առանցքային նշանակություն, բայց գիտեք ինչ, մենք մի բան էլ պետք է հասկանանք։ Արտաքին քաղաքականության ես հիմա դեսպանների ներկայությամբ եմ ասում, շատ ընդունված է, որ սովորաբար երբ որ տեսնում են, որ դու իրադրություն ենք անել, լավ չես հասկանում եւ գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետեւ չեն ուզում անիմաստ լեզվակռվի եւ բանավեճի մեջ մտնել, եւ հետեւաբար մեր արձանագրումն այն էր, որ մեր խնդրեմը մենք ինքներս պետք է հասկանանք եւ մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը եւ աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի առարկայական։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց
միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Եթե մենք այդ քայլին, եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ մենք բազմիցս հանդիպել ենք մտքեր ենք փոխանակել քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վարվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են Պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 եւ 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 2025-ի կատարողական ընթացիկ տարվա առաջնահերթություններ կառավարության ղեկավարը մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության նախորդ տարվա հաշվետվության քննարկմանը։ Թվայնացում, արհեստական բանականության գործիքների կիրառում, տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացում, հեռահաղորդակցության ոլորտ, ռադիոհաճախականությունների օգտագործման եւ կարգավորման օրենսդրական բարելավում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել հաշվետու տարում։ 2025-ի ընթացքում ամբողջությամբ ընդունվել են կիբեռանվտանգության մասին, հանրային տեղեկությունների մասին, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքները, ձևավորվել են կայուն հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։ Բոլոր գերատեսչությունների համար թվայնացում պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ Տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ որ մենք ասենք լավ եկեք թվայնացումը այլևս հանենք առաջնահերթությունների ցանկում եւ իրան դարձնենք սովորական պլանային ինչ-որ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջնահերթություններում թվայնացումը առաջնահերթություններից մեկն է պարտադիր։ Նախարարությունը համագործակցելով Amazon Web Services ընկերության եւ արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ գործարկել է արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը։ Դա ինչ է։ Դա on-line հարթակի կայք է, որ մենք ստեղծել ենք ստարտափների համար, ուսանողների համար, նոր արարությամբ զբաղվող հետազոտողների համար հնարավորություն է տալիս դիմել եւ գրանտային տարբերակով կամ սուբսիդիայի տարբերակով ստանալ հասանելիություն գերհամակարգչի։ Այսինքն իրանք այս հարթակի միջոցով իրանց անհրաժեշտ ծառայություն արհեստական բանական cloud ծառայության տեսքով իրենց ստանը համալսարանում ընկերության ներսում ստանում։ Բայց եւ մեր ունեցած համակարգիչների եւ cloud-ի, այո։
եւ համալսարանի համակարգիչը մենք կարող ենք հասանելի դարձնել եւ միջազգային ընկերությունների կողմից որպես cloud ծառայություններ, ինչպես նաեւ 27 թվականից Firebird-ի կողմից արտադրված հաշվողական ռեսուրսը։ Հաշվետու տարում հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման աջակցության փորձնական ծրագիրը։ Առաջին փուլի համար որոշել ենք վտա նախարարության աջակցության ծրագրերը եւ հարթակ EM-ում արկա տեղեկատվության տրամադրումը քաղաքացուն այդ ամբողջը դնել AI-ի վրա։ Ցանկացած գերատեսչություն, որը ենթադրում է անձի ներկայություն հեռախոսազանգերին պատասխանելու ներառյալ թեժգից եւ անշուշտ լուծումը այլևս կա Հայաստանում, մարդը զանգեց, այդտեղ աշխատում է voice to text, ձայնից text տեխնոլոգիան, այնուհետև Mistral AI-ի ալգորիթմն է դրվում, այնուհետև սկսում է աշխատել տեքստից ձայն, text to voice տեխնոլոգիան հայերենով, որը այլևս իրականություն է, դա ստեղծված է, հետևաբար ամբողջ շղթան մենք փակում ենք։ Հաջողելու դեպքում տեղական ընկերությունների մշակած տեխնոլոգիական լուծումներով ծրագիրը հնարավոր կլինի կիրառել արդեն լայնածածկույթ կառավարության համակարգում զանգերի կենտրոնները կփոխարինվեն արհեստական բանականության գործիքակազմով։ Մենք վստահ ենք, որ կաշխատի դա։ Այո։ Կարծում եմ հիմա մենք հետևյալ գործողությունը պետք է անենք։ Մենք պետք է նայենք մեր տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այդ ստորաբաժանումներում ինչ բյուջե եւ ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու եւ այլ աշխատանքի պատրաստելու ուղղությամբ։ Հաշվետվության ընթացքում նախարար Հայրապետյանը տեղեկացրել է, որ լիարժեք ապահովվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի կիրարկումը այն տնտեսվարողները, որոնք իրենց թիվերում ներգրավել են աշխատանքային միգրանտների, նոր աշխատողների, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման հարց են օրակարգում ունեցել, դիտարկվել են աջակցության շահառու ծրագրի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է շուրջ 8.76 միլիարդ դրամի պետական աջակցություն։ Գործող ընկերությունների ընդլայնման ու զարգացման ուղղված ծրագրին զուգահեռ նախարարությունը նախաձեռնողական է եղել ստարտափ ընկերությունների առաջմղման ուղղված հարցում պայմանագիր ունեն Plug and Play միջազգային ընկերության հետ։ Եռամյա գործակցության ընթացքում իրականացվելու են ինկուբացիոն, ակսելերացիոն ծրագրեր, յուրաքանչյուրում կընդգրկվի 15-ից 20 ստարտափ։ Հայաստան ժամանած միջազգային մասնագետները մասնակից ստարտափներին կտրամադրեն մենթորական աջակցություն, գործարար կապերի հաստատման հնարավորություններ կստեղծվեն։ Նախարարը ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը նշելով, որ ծախսերը 3.7 միլիարդ դրամով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, ըստ պաշտոնական հաղորդագրության Ջեյհուն Բայրամովը եւ Հական Ֆիդանը քննարկել են երկու երկրի դաշնակցային հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում գործակցությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։ Կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև համագործակցության մակարդակը եւ համատեղ համակարգումը։ Չնայած Իրանում ինտերնետի եւ հեռախոսային կապի հասանելիության սահմանափակմանը կան տեղեկություններ, որ հակակառավարական ակցիաները շարունակվում են։ Զոհերի թվի մասին իրարամերժ լուրեր են տարածվում։ Իրավապաշտպանների գնահատմամբ այն կարող է հատել 2400-ը, այդ թվում իրավապահներ։ Արևմտյան մամուլում զոհերի հետ կապված շրջանառվում են 2000 եւ 3000 թվերը, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցում է 18000-ը։ Կանադան հետևելով Միացյալ Նահանգների օրինակին կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը, Հայաստանի կամ Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ Թեհրանից արձագանքել են ցուցարարներին ուղղված Դոնալդ Թրամփի կոչին շարունակել բողոքը։ ԱՄՆ նախագահը նաև Truth Social-ի էջում գրել էր. «Մարդասպանները եւ բռնարարները մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է»։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխան հրապարակում է արել, նշելով. «Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպաններն են Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն»։ Թեհրանից նաև հայտարարել են, որ իրանական զինված ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով բոլորը կիմանան ինչպես Վաշինգտոնը կաջակցի իրանցի ցուցարարներին։ Կլինի տարբեր տեսակի օգնություն, այդ թվում տնտեսական, մանրամասնել է Թրամփը, սակայն չի հստակեցրել արդյոք դիտարկվում է ռազմական սցենարը։ Այնուհանդերձ նա հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին եւ դաշնակիցներին լքել Իրանը, իսկ Իսլամական Հանրապետության իշխանությանը ճիշտ պահվածք ցուցաբերել։ Տեղեկություններ կան, որ ակցիաների
հրապարակումների ֆոնին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հանդիպել է Իրանի վերջին շահի որդուն Ռեզա Փահլավիին, որն աջակցություն է հայտնում իրանցի ցուցարարներին, հայտարարելով, որ պատրաստ է վերադառնալ Թեհրան եւ դառնալ երկրի անցումային առաջնորդը։ Իրանում զարգացումներին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանը տարիներ շարունակ ենթարկվել է արևմտյան պատժամիջոցների, դրանք որակելով անօրինական։ Նրա խոսքով Արևմուտքն օգտագործում է Իրանում աճող սոցիալական լարվածությունը իրանական պետությունն ապակայունացնելու եւ ոչնչացնելու համար։ Նաեւ Զախարովայի ձևակերպմամբ արտաքին ուժերը սադրում եւ ցույցերի ընթացքում ջարդեր են հրահրում։ Դատապարտում ենք Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Վաշինգտոնի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական նոր հարվածների սպառնալիքները բացարձակապես անընդունելի են, հավելել է Զախարովան։ Պաշտոնյանն նաև դատապարտել է Իրանի գործընկերների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու Դոնալդ Թրամփի որոշումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կապերը թուլացել են, սակայն ԵՄ-ն պատրաստ չէ 80 տարով հետ գնալ տրանսատլանտյան հարաբերություններում։ Այնուհանդերձ Միացյալ Նահանգները Եվրոպայի համար անփոխարինելի դաշնակից է, միասին մենք ավելի ուժեղ ենք, նշել է Կալասը։ Նա կարևորել է, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները գործակցեն Գրենլանդիայի հարցում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Եվրամիությունը մտադիր է պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այն նախատեսվում է ներկայացնել արդեն փետրվարին։ Կալասի խոսքով հարկավոր է միջազգային ճնշում գործադրել Մոսկվայի վրա, հակառակ դեպքում Ուկրաինայում պատերազմը դեռ երկար կտևի։ «2025 թվականին Լոռու մարզում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 2000-ից ավելի դեպք, որոնց գերակշռող մասը հրդեհների դեպքեր են։ 2025 թվականի ընթացքում Լոռու մարզում գրանցվել է թվով 2122 դեպք, որից 827-ը եղել են հրդեհներ, որի զգալի մասը թվով 546-ը գրանցվել է անտառային եւ խոտածածկ տարածքներում։ Գրանցվել է 32 տարերային դեպքեր, 1114 սոցիալ-կենցաղային բնույթի դեպք պատահարներ, 88 ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ թվով 61 տեխնացին եւ այլ բնույթի դեպք պատահարներ։ 2122 դեպք պատահարներից զոհվել է թվով 36 եւ տուժել 272 մարդ։ Լոռու մարզային փրկարարական վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կողմից տարբեր կառույցների հետ իրականացվել է համագործակցություն եւ տարվել են տարբեր իրազեկման արշավներ։ 2025 թվականի ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են համագործակցություններ բարեկային ծառայության, ոստիկանության, էկոպարեկների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ։ 2025 թվականի ընթացքում իրականացվել են հերթապահություններ եւ տարվել են իրազեկման աշխատանքներ հրդեհավտանգ իրավիճակներից ելնելով։ Բացատրական աշխատանք են տարվել հանգստյան գոտիներում իրենց հանգիստն անցկացնող բնակչության հետ, տաղավար զրուցարաններում եւ հանգստյան վայրերում փակցվել են պաստառներ, բաժանվել են բուկլետներ հրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ։ Հրշեջ փրկարարական հմտություններն ու ունակություններն առավել բարձրացնելու ուղղությամբ եւս տարվել են մի շարք միջոցառումներ, ուսումնավարժանքներ, իսկ կրթական եւ ուսումնական հաստատություններում անց են կացվել սեմինար պարապմունքներ արտակարգ իրավիճակներում մարդկանց վարքագծի կանոնների դրսևորման ուղղությամբ։ Արդեն այս 2026 թվականի գրանցված դեպքերի թիվը 5 տասնյակից ավելի է։ Ընթացիկ տարվա հունվարի 12-ի դրությամբ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է թվով 54 դեպք, զգալի մաս է կազմել թվով 22 ահազանգ եղել է արգելափակումների հետ կապված, դա պայմանավորված է եղանակային պայմաններով եւ առադյան տեղումները, որը այս վերջերս եղել էր, հիմնականում մարդիկ ահազանգում են, որ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են եկել, արգելափակվել են ձյան շերտում, դաշտամիջյան հատվածներում եւ այլն։ Բոլոր զանգերին անմիջապես արձագանքվել է եւ օգնություն ցուցաբերվել ահազանգող քաղաքացիներին։ Վերջին 5 տարվա ամենաշատ հրդեհներն արձանագրվել են 2025 թվականին։ Համեմատական անցկացնելով նախորդ տարվայի ժամանակահատվածի հետ, հրդեհների թիվը, որի 37 էր, կտրուկ նվազել է։ Այս տարի արձանագրվել է 6 դեպք։ Լոռու մարզում փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում վստահեցնում են,
Աշխատում են սահմանված կարգով եւ անմիջապես արձագանքում յուրաքանչյուր ահազանգին, որը կապված է փրկարար ծառայության լիազորությունների հետ։ Այո, այս կարիքության ճանապարհը բաց է, տեղտեղ արկա է ներկայացարույց, որտեղ թվում երթևեկեր բացառապես ցնորային ամառներով։ Մեկուկեսնի երկունի միան խաղաղնի 13 տարի ծառայից, 45 տարի ծառայից, երկից խաղաղ պատերազմ չկա, բոլորը ցանկանում են ծառայել։ Որ աշխարհը խաղաղ լինի, երկիրը խաղաղ լինի, բայց ամիս դել չի խանգարում, բայց առավել եւս էսպես է լավ։ Տղաները մեկնեցին ծառայության այսուհետ 1.5 տարով։ Մարզում Գորիսից օրերս մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Հունվարի 13-ին հայոց բանակի շարքերը համալրելու շտապեցին նաև Կապան, Քաջարան համայնքների երիտասարդները։ Բարի ծառայություն, բարի վերադարձ, աշխարհին խաղաղություն բոլոր զինվորներին եւ բոլորը առողջ վերադառնան իրենց մայրերի եւ հայրերի հարազատների մոտ։ Աշխարհին խաղաղություն, զինվորներին բարի ծառայություն եւ ողջ եւ առողջ վերադառնան իրենց մոր գիրկը։ Տղաները գնում են հաղթական տրամադրությամբ, պատրաստ դիմակայելու բոլոր դժվարություններին։ Խոստանում են տուն վերադառնալ ավելի կոփված։ Բարի խաղաղ ծառայություն, խաղաղ երթ վերադարձ, խաղաղ լինի ծառայենք։ Բարով գնանք, բարով բոլորս է վերադառնանք ծնողների մոտ, անփորձանք ծառայություն բոլորիս։ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում զորակոչի մեկնարկը տոնելը ավանդույթ է դարձել։ Տարածաշրջանի հոգևոր հայրերը օրհնեցին զինակոչիկներին եւ միասնական աղոթքով սկսեցին միջոցառումը։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, Եղիցին կամ քո, Զորակոչին ներկա էին նաև համայնքային եւ մարզային իշխանությունների, երկրապահ կամավորականների միության եւ զինկոմիսարիատի ներկայացուցիչներ։ Նրանք եւս բարի ծառայություն մաղթեցին տղաներին, հորդորելով լինել ազնիվ եւ կարգապահ։ Բանակում ծառայելը պատասխանատվության մի կարևորագույն փուլ է։ Վստահ եմ, դուք պատվով կկատարեք ձեր բաժին պատասխանատվությունը, պարտականությունը եւ արժանապատվորեն կշարունակեք մեր հայրերի, մեր եղբայրների սուրբ գործը, ապահովելով մեր հայրենիքի սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը։ Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենիքին ծառայում է ոչ թե 18 ամիս, այլ իր ամբողջ կյանքը։ Հետևաբար կարծում եմ, որ դուք այս 18 ամիսները պետք է լավագույնս օգտագործեք ձեր մասնագիտությանը տիրապետելու եւ ըստ անհրաժեշտության նաեւ հայրենիքին ծառայելու համար։ Բոլորիդ անփորձանք ծառայություն ենք մաղթում։ Ծառայեք պատվով եւ պատասխանատվությամբ, անվտանգ եւ խաղաղ, թող ձեր վերադարձը լինի առողջ եւ հաղթական։ Ու ամենակարևորը եղեք հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ, բայց ոչ երբեք թշնամու նկատմամբ։ Ձեզ բոլորիդ անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ։ Ծառայությունը դա տղամարդ դառնալու, կոփվելու մի յուրահատուկ դափնոց է։ Դուք հիմա զորակոչվում եք պատանի եւ վերադառնալու եք հասուն տղամարդ ու արդեն հասարակության մեջ ինտեգրվեք որպես կայացած տղամարդիկ։ Ձեզ բարի եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Եղեք զգուշ, զգոն եւ պատրաստ ցանկացած ժամանակ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական թիմը ամփոփեց միջոցառումը հաղորդելով ուրախ տրամադրություն։ Զինակոչիկները հրաժեշտ տվեցին հարազատներին ողջ առողջ վերադառնալու խոստումով։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատարյան, Սյունիք լուրեր։ Մայրաքաղաքի Ագադան Գեղոսի փողոցում կայանված ավտոմեքենայից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։ Հանել տարել էին Chevrolet-ի թափարգելի նիկելապատ դետալը, սակայն այս մասին մեքենայատերը չէր հայտնել իրավապահներին։ Գողության վերաբերյալ տեղեկությունը համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ստացան օպերատիվ միջոցներով եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ անցան գործի։ Հանցագործության բացահայտմանը նպաստեց նաեւ համացանցում տարածված տեսանյութը, որի ուսումնասիրությամբ էլ ոստիկանները պարզեցին, որ հիշյալ գողությունը
կատարել է մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը։ Հունվարի 12-ին նա հայտնաբերվեց իր բնակության վայրում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։